Տիկին Խաչատրյան, ավականուն դիմադիր անդամները, նաև ընդդիմադիր գործիչ Արտուր Չախոյանը ազանգում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նորքի թաղապետը, ով որ իդեպ Հանրապետություն կուսակցությունից է, հայհոյել է նրանց այսպես ռազմորկայի է մեծ վերածել միայն նրա համար, որով նրանք տեսնելույթ են հրապարակել, որ մանկապարտեզը այսպես կիսաքանդված վիճակում է թեր նորեն։ Ինչու է թաղապետը նա ի վերջո պաշտոնյա է։ Շատ միամիտ են իրանք, անկեղծ ասած, այստեղ գալու ճանապարհն եմ իմացել, մի քիչ անձնական գործերով երկոր մեկուսացած էի, զբաղված էի, լավ չեմ տիրապետում ինչ ոնց ինչ է ասվել, վստահաբար մենք հայտարարություն նաև կտարածենք, կտեսնեմ ինչի մասին է խոսքը, ինչ վերաբերվում է Չախոյան եւ ընդդիմադիր ավականու անդամ հայտարարություններին, իրենք թող սկզբում իրենց արտահայտություններին ու որը անընդհատ է, որը հանում է մարդկանց ուներից, որը իրենք միտումնավոր են անում նայեն դրան, որ նոր միտումնավոր, եթե դուք այս ավականու նիստին կամ առհասարակ եկեք ավականու նիստին հետևի շարքում, որտեղ մենք ենք նստել, ես այս մասով եմ ասում, ես պատկերացնում եմ նույնը ոնց են ասել նաև նոր-նորքի հետ կապված, ասում եմ եկեք նստեք մեր շարքում ու տեսեք իրենց արտահայտությունները ու արդյոք կարելի է դիմանալ այդ արտահայտություններին։ Փոխադարձ իսկ դուք նայել եք տեսագրությունը եւ փոխադարձ վիրավորանքի առիթ չեք տեսել այնտեղ։ Ես առիթից եմ խոսում, սա գիտեք, եկեք չխառնեք մեզ շարժվող մնացած մարդկանց հետ, մենք ամեն ինչի պատասխանում ենք համապատասխան, ես ձեզ չեմ ասում, ես այն մարդկանց, ովքեր խոսել են այդ մասին լրագրողներին նկատի չունեմ, ես իմ անունից միշտ եմ ասել ու նաև ասում եմ, նորից կրկնում եմ, մենք բոլորին, բոլոր ձևերով պատասխանում ենք համահունչ, կպատասխանեն մեզ փողոցային լեքսիկոնով, կստանան փողոցային, կուզեն ծեծ, կստանան ծեծ, եթե մեր հետ կգնան այդ տարբերակով։ Ես սպառնալիք չեմ, ես ասում, եթե իրենք կգնան մեր հետ, իրենք եթե կգնան մեր հետ այդ տարբերակով, մենք կպատասխանենք այդ տարբերակով։ Փաստացի ես իմ անունից եմ ասում։ Ես ասում եմ, այն տարբերակը, որով կդիմի դիմացինը, կստանան նույն տարբերակը։ Մենք բոլոր տարբերակներին պատասխանում ենք համահունչ։ Նորից եմ ասում, այն ինչի մասին հարցնում եք, ես չեմ տիրապետում այս բանին։ Ինչի մասին է, ես տեսել եմ նախքան դա ձայնագրությունը, հա, որտեղ իրենք գնացել էին, քանդում էին, առհասարակ եկեք սկսենք նրանից, ով է Չախոյանը կամ ով է Երևանի ավականու անդամը, ես, մյուսը, ես ուրիշ բան եմ ասում, լսեք մինչև վերջ, ես, մյուսը, որ իրավունք ունի պետական գույք առհասարակ փչացնելու, իրենք գնում են, պոկում են գործում, իրենք գնում են, պոկում են, շպրտում են փողոց, իսկ իրենք ինչ իրավունք ունեն, թող դիմեն համապատասխան մարմիններին, համապատասխան մարմիններն է գործառույց նմանատիպ բաների համար, իրավունք ունեն քանդելու, պետական գույքը իրավունք ունեն քանդելու, իրենք անընդհատ գնում են մատով պոկում են, ձեռքով պոկում են, վերցնում են, շպրտում են, սա իրավապահ մարմինների բաց թողությունն է, որ իրենց վրա քրեական գործեր չի հարուցվել դրա հետ կապված։ Իսկ այն ինչ իրանք ցույց էին տալիս, իդեպ ինչքանով որ ես եմ հիշում, ես զուտ որպես ավականու գործեր, ինչքանով որ ես եմ հիշում, իրենք կոնկրետ վիրավորում են վարչական շրջանի ղեկավարին, որի պաշտոնավարման ժամանակ էլ չի եղել դա։ Եկեք դες սկսենք այստեղից։ Իսկ իրենք ուղղակի վերցրել են մի հատ TikTok-յան հարթակ, որով նաև հնարավոր է երևի թե գումարներ աշխատել, որը ձեր մեկից, հա։ Դա գնացեք Նիկոլ Փաշինյանին հասցրեք, Հանրապետություն կուսակցությունը, թե TikTok-յան հարթակում, թե լայվային դաշտում երբեք Երևանի քաղաքի իշխանության կատարած ոչ։ Երևան քաղաքի իշխանության այն պահից սկսած, որ պահից մենք կազմել ենք կոալիցիա, այո, Երևան քաղաքի հետ կապված ԿՊ-ն ձեր շնորհիվ է վերարտադրվել։ ԿՊ-ն դաշնակցության, հա, ձեր չէ, ձեր դաշնակցության չէ։ ԿՊ-ն դաշնակցության Քոչարյանի շնորհիվ է վերարտադրվել։ Կազմել ենք, ասել եմ, Երևանի, ես լրատվական միջոցներին չէի ասում, ես հետո շարունակեցի։ Չէ, ես քաղաքական ուժ էր, եթե նկատեցիք, չլսեցիք, ասեցի Քոչարյանի ու դաշնակցության ու մնացածի վերաշնորհիվ է
Այո, կա Երևանի շրջանակում։ Այո, կիսում ենք պատասխանատվություն։ Համար փաստորեն ընդունված լեզուն ծեծի լեզուն է, որ ասում եք։ Ոչ, ասեցի մեր հետ եթե կխոսեն նույնիսկ այդ լեզվով, կստանան այդ լեզվով։ Բնականաբար։ Ավտոբուսները որ տարածվում են, ձեզ համար Ինչ ավտոբուսի ձայնագրություններ։ ձայնագրություն տարածվեց, որ ահաբեկում են այն քաղաքացիները, որոնք չվճարեն, իջեցնեն։ Այն քաղաքացիները, որոնք չվճարեն, կա ավականու որոշում, որի շրջանակում Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ազգային ժողովի հարգելի փոխխոսնակ, ամեն անգամ ազգային ժողովի ամբիոնին մոտենալուց մանավանդ կատարողականների քննարկման ժամանակ այն ընթացքում, երբ որ մեր ընդդիմադիր գործիչները հնարավորություն են ունենում 10 րոպեանոց ելույթներ ունենալ, ես անկեղծ ասած հակասական զգացումներ եմ ունենում։ Մի կողմից մտածում եմ, որ շատ ասելիք կա, մյուս կողմից մտածում եմ, որ ասելիք չկա, որովհետև ինչ էլ բերես հակափաստարկ խոսես փաստերով մեր ընդդիմադիր գործիչների հետ, միևնույն է նրանք մանիպուլյացիայով, ստով, կեղծիքով, ամբողջովին իրականությունից կտրված տեքստերով հեղեղում են այս ամբիոնը։ Չնայած այս հանգամանքին հետո հիշում եմ, որ մեր զրույցը այս ամբիոնից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ է, այլ ոչ թե մարդկանց, ովքեր որ պատրաստ են սեփական քաղաքական դիվիդենտների համար գնալ ամենաանհավանական մանիպուլատիվ սցենարներով։ Եվ հետևաբար, ինչքան էլ դուք այստեղից նշեք, որ դուք հոգնել եք այն փաստից, որ մենք ճանապարհներ ենք կառուցում, ես պետք է նշեմ, որ 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունում կառուցվել է շուրջ 503 կիլոմետր ճանապարհ, միայն պետբյուջեի միջոցներով։ Ավելի քան 200 կիլոմետր ճանապարհ կառուցվել է, վերակառուցվել է սուբվենցիաներով։ 2023 թվականին 501 կիլոմետր ճանապարհ, 2022-ին 301 կիլոմետր ճանապարհ պետբյուջեով է կառուցվել 154 սուբվենցիայով, 2021-ին 386 կիլոմետր, 20-ին 388, 2019 թվականին 330 և 110, 2019 թվականին կառուցվել է միայն այնքան ճանապարհ, ինչքան դուք ձեր կառավարման 5-6 տարիների ընթացքում։ Հարգելի գործընկերներ, ես կուզեի խոսել մի թեմայի մասին, որը փաստացի երբեմն այդքան էլ չի կարևորվում։ Դա Հայաստանի Հանրապետության կառավարության ոռոգման համակարգերին վերաբերվող ծրագիրն է։ Ոռոգման այն համակարգերին ես վստահ եմ, այն ինչ որ ես հիմա կասեմ, դուք բոլորդ գոնե միտեղ առնչվել եք դրան։ Ոռոգման այն համակարգերին, որը Խորհրդային Միությունից մնացած բազմաթիվ հատվածներում տարբեր գեներալների, պաշտոնյաների, նախագահների հետ առնչվող մարդիկ հանել են այդ խողովակները ու ծախել են։ Դուք ոռոգման համակարգեր ծախած, խողովակներ ծախած իշխանության ներկայացուցիչներ, սա փաստ է։ Եվ պոեզի գծերից սկսած, այն այտենց հատվածներ կա, որ գնում ես, դե Հայաստանի Հանրապետության երկաթուղային ցանցը ինքը մեղմ ասած այդքան էլ ամբողջական չի, բայց հատվածներ կա, որ գնում ես, մեկ էլ տեսնում ես, այս պոեզի ռելսերը պրծան։ Այդտեղ գյուղացիներին կամ ինչ-որ մարդկանց, որ հարցնում ես, հիմնականում ավելի ավագ սերնդի, ասում են, բա չիմացար, 2000 ասենք, եսին որ թվականին, ես ինչ պաշտոնյայի հարազատը կամ ես ինչ պաշտոնյան, կտրեց այս ռելսերը, տարավ ծախեց, բան, այդ ոռոգման համակարգերի, նաև այդ խողովակների շրջանակում։ Մենք սրա մասին չենք խոսել, բայց սա էլ է իրականություն։ Եվ հետևաբար 2024 թվականին ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի մասով կառուցվել եւ վերակառուցվել է շուրջ 6.38 միլիարդ դրամի ջրագիծ։
շուրջ ավելի քան 385 կիլոմետր, իսկ ոռոգման համակարգերի մասով 5.14 միլիարդ դրամ, 130 կիլոմետր։ Թոշակների մասով 6 տարվա կտրվածքով կանանց թոշակառու կանանց տոկոսային հարաբերությամբ թոշակը ավելացել է 24.6%-ով, իսկ տղամարդկանցը 19%-ով։ Ջրամբարների մասով, հարգելի գործընկերներ, ես չեմ կարող ասել, որ այստեղ ամբողջությամբ այնպես է, ինչպես մենք նախատեսել էինք եւ այլն, բայց այսօր կատարվել է Հայաստանի Հանրապետության ջրամբարաշինության մեջ ամենախոշորագույն քայլը, քայլ, որը էլի խորհրդային տարիներից տենց գալիս է, Վեդիի ջրամբարի մասին է խոսքը։ Եվ Վեդիի ջրամբարի կառուցումը եւ այդ պատասխանատվությունը ստանձնել է մեր իշխանությունը եւ դա արդեն իրականություն է։ Պայմանագրի արժեքը, եթե չեմ սխալվում, $90 միլիոն։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, բոլորդ կհիշեք, որ այսպիսի մի ծրագիր կա Հայաստանի Հանրապետությունում, որը տասնյակ տարիներով արդեն գնում է, կոչվում է Հյուսիս-Հարավ։ Ես ուզում եմ մեզ բոլորիս հիշեցնել, որ Հյուսիս-Հարավը մեկնարկեց, եթե չեմ սխալվում, քննարկումների 2009 թվականից շատ մեծ շուկով եւ այլն ամեն օր հոդվածներով, ռեպորտաժներով, իսկ բուն շինարարությունը նախընտրական փուլում 2012 թվականին։ Ինչ որ բաներ 2012 թվականին։ Այս դալիճում նստած մարդիկ Հյուսիս-Հարավը եւ կառավարության շենքում նստած մարդիկ։ Հյուսիս-Հարավը մաս բաժանել էին իրար մեջ։ Մաս բաժանել էին իրար մեջ։ Եվ այդ ծրագրի ավարտը նախատեսվում էր մինչև 2019 թվականը։ Իսկ գուշակեք, հարգելի գործընկերներ, մինչև 2018 թվականը քանի տոկոսն է կառուցված այդ ճանապարհի։ 5.6%-ը եւ մի հատված, որը Երևանից աշտարակ ճանապարհի բետոնն էր, որը մարդիկ իրենց սեփական բետոնուզելներով կազմակերպել էին, էլի մեծ շուկով, օրը 46 անգամ ցույց էին տալիս իրենց սեփական հեռուստալիքներով եւ սրանով ավարտվել էր Հյուսիս-Հարավի կառուցման աշխատանքները։ Մնացած ժամանակ արդեն չէին կարողանում կիսել, թե որ կտորը ով պետք է կառուցի, ինչ քաղաքական պայմանավորվածության արդյունքում եւ այլն։ Մեզ միշտ համոզել են, որ շատ, գիտեք, մենք շատ բան չենք կարող, այս չենք կարող, այն չենք կարող, մեր փոխարեն ամեն ինչ պետք է անեն։ Բայց ուզում եմ հիշեցնել նաև, որ հիմա ընթացքի մեջ է Հյուսիս-Հարավի երևի ամենաբարդ կտորներից մեկը, որտեղ որ թունելներ են, բարդագույն ռելիեֆ է եւ այլն, պայմանագրի արժեքը 214 միլիոն եվրո, եթե չեմ սխալվում, եւ այս շինարարական աշխատանքները բուրըն ընթացքի մեջ են եւ հստակ է, որ ծրագիրը հասնվելու է ավարտին։ Մեր ու ձեր տարբերությունը կարելի է պրոյեկտել շատ բաների, ծրագրերի հետ կապված, բայց մեր տարբերությունը ձեր հետ էն է, որ այս ծրագրերը առաջ են գնում եւ այս ծրագրերը չեն դառնում քաղաքական տարբեր պայմանավորվածությունների, մատաղ չեն լինում այդ պայմանավորվածությունների արդյունքում։ Սիրելի հայրենակիցներ, կարելի է անընդհատ շարունակել այս ընդդիմության կողմից առաջ քաշվող կեղծ թեզերի ջախջախման process-ը, այդ աղիողորմ, լալահառաչ, ողբալի ձայնով այստեղ ինչ-որ բաներ ներկայացնելու գործընթացը շատ հեշտ է իրականում ջախջախել փաստերով, բայց պատասխանատվության եւ քաղաքական պատասխանատվության եւ խոսքի արժեքի գնահատման առումով նաեւ ես շատ եմ կարեւորում, որ մենք խոսենք
նաև մեր իրականացրած ծրագրերից եւ ինչի՞ չէ բաց թողումներից, ձախողումներից եւ դա էլ քաղաքական յուրատեսակ պատասխանատվություն է, որ մենք ընդունում ենք, որ ինչ որ բաներ այնպես չի ստացվել, որ պլանավորել ենք։ Եվ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր գործընկերներին իրենց ջանքերի եւ ներդրած ավանդի համար, շնորհակալություն